Շատ սպասված լամաջոյի խմորի ռեցեպտը։ Իդեալական խմորի ռեցեպտ։ Նայեք միջև վերջ տեսեք։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, ուրեմն շատ սպասված լամաջոյի խմորի ռեցեպտն եմ ցույց տալի։ Կոմենտարյաններում, SMS-ներում շատ եք գրել հարցրել եք ռեցեպտը, ուրեմն ցույց եմ տալի ոնց ենք անում։ 2 կիլո վերցնում ենք վիշի սորտ ալուր։ Էսի վերցրեցինք, զրոյացրեցինք։ Մանր աղ ենք վերցնում։ 2 ճաշի գթալ, դա անում է 50 գրամ, այսինքն մի ճաշի գթալը անում է մոտավոր 25 գրամ։ 50 գրամ աղը տալիս ենք, զրոյացնում ենք, ջուր ենք ավելացնում, լիտրին, մի լիտր խինկալ լամաջոյի խմորին մենք ավելացնում ենք 370 գրամ ջուր։ Էդի ստանոկի դեպքում, երբ որ ստանոկով ենք անելու, եթե դուք տուն տան պայմաններում ուզում եք ձեռքով անել, 550 գրամ ջուր է գնալու, 550 գրամ, նայեք, էդի 1 կիլո ալուրին։ Մենք հիմա անում ենք 740 գրամ ջուր 2 կիլոյի համար, որ ստանոկով անենք, 700, ոչինչ, 5 գրամ էսնում ենք կամ չի խանգարում։ Հիմա այս մենք վեկալում ենք ու լավ, ձեռքով տրորում ենք, որ հետո մնացածը անենք ստանոկով արդեն։ Всё, նայեք ժողովուրդ ջան, ստացել ենք այս հենց մի հատ խմոր։ Վերցնում ենք մի փոքր հատված, այս հենց, ու սկսում ենք ստանոկով մշակել։ Ժողովուրդ ջան, լամաջոյի խմորը պատրաստ է, մշակել ենք, մոտավոր մի 10 րոպե մշակել ենք։ Էսի 130 գրամ է։ Էսի մենք տալիս ենք մենակ մեր մոտ բյուրեղավանը այս չափի։ Նայեք ոնց ենք ստանալու։ Նայեք ինչ լամաջոյի լիստ է դառնում։ Այս հենց բացում ենք, նայեք ինչ սիրել է։ Համեցեք բյուրեղավան, համ տեսելու լամաջոն մեր ձեռքերով։ Այս հենց այս չափի 60 սանտի լամաջո մեր ձեռքերով, այս ես պատրաստ ենք։